Պարոն Թորոսյան, կարող եք ասել Վրաստանի քաղաքացիները, որոնք նաև Հայաստանի քաղաքացիություն ունեն, Հայաստանում ինչու են թոշակ ստանում։ Կարծես թե միայն իրենց մասով է այդ արտոնությունը գործում է, դա արտոնությունը։ Դա արտոնություն չի, դա Հայաստանի հանրության օրենսդրությունն է, որ Հայաստանի Հանրապետություն ցանկացած քաղաքացի բացառությամբ այդ դեպքերի, երբ որ կան միջպետական համաձայնագրեր, որ լրանում է իրենց օրինակ 65 տարեկան ստանում են ծերության նպաստ։ Բոլոր քաղաքացիները, որ Հայաստանի Հանրության քաղաքացի են, Բայց Ռուսաստանի քաղաքացիները բացառությամբ այն դեպքերը, երբ որ կան միջկողմի համաձայնագրեր Ռուսաստանի հետ։ Վրաստանի դեպքում ինչու է։ Իրանի, Ամերիկայի, Եվրոպայի բոլոր այն քաղաքացիները, նաև Հայաստանի Հանրության քաղաքացիները, մեր համար կարևոր է։ Տեսեք, անարդար չի, որ մենք այստեղ աշխատում հարկ ենք վճարում, այլ երկրի քաղաքացին, որը նաև մեր երկրի քաղաքացի է, եւ այստեղ չի ապրում, որևէ հարկ չի գեներացնում, այդ քաղաքացիները առնվազն թոշակ են ստանում։ Հայաստանի Հանրապետություն բարեկան եւ իրենց ներկայությունը ապահովում են, իրենցից բոլորը ստանում են թոշակ, առնվազն մեկ անգամ լինում են Հայաստանի Հանրապետություն, իսկ ընդհանուր առմամբ այդ կենսաթոշակային մեր բարեփոխումների շրջանակում իհարկե նման հարցերը կարող են քննարկվել տարբեր երկրներ, տարբեր մոտեցումներ։ Սա նաև որոշակի ընտրական այսպես բոնուսներ չի կարող ապահովել իշխանության համար հերթական ընտրություններին, որ գան այստեղ քվեարկեն։ Ընտրական բոնուսի մասնակցությունը դա 30 տարի է այդպես։ Նախկինում նախորդ իշխանությունների համար կարող էր մի բան էլ կներեք այս մասով ասեմ, ինչ եմ ասում, որովհետև հիմա զանգվածաբար, օրինակ ես նկատում իրանից չգիտեմ, բայց Վրաստանի քաղաքացիներ Ջավախահայեր գալիս են այստեղ գրանցվում են, նաև վերջերս քրեական գործ էր հարուցվել այդ մասով, որտեղ որոշակի կոռուպցիոն սխեմաներ էին գործել, եւ իրենք թոշակ են ստանում հանուն դրա։ Զանգվածաբար նման բան չենք տեսնում, մենք ունենք քաղաքացիներ շատ երկրներից, շատ աշխարհի բոլոր երկրներից, որոնք որ սահմանված կարգով ստանում են ամեն ինչ իրենք։ Բայց իրենք ոչինչ չեն անում Հայաստանի բյուջեից հարկ ստանալու համար։ Ոչ մի դրամ չեն մուտք անում բյուջե։ Կենսաթոշակային օրենսդրությունը այդպեսին է եղել, մենք ընդհանուր բարեփոխումների շրջանակներում Փոխելու եք դա։